Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի կարծես թե տնտեսական վիճակի համար այդպիսի լուրջ մեղադրանքներ չէին ներկայացվում, հիմնականում նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների այդ գործընթացի հիմքը դնելու համար, մարտի 1-ի սպանդի համար, բայց երեկ նա բացառիկ հարցազրույց է տվել եւ անդրադարձել է ներկայիս տնտեսական վիճակին եւ համեմատել իր նախագահության օրոք։ Ինչպես է գնահատում ընդհանրապես նրա այդ հարցազրույցը, ձեր կարծիքով ո՞րն է դրա նպատակը։ Շատ ճիշտ եք նկատել, որ տնտեսական քաղաքականության մասին Ռոբերտ Քոչարյանի կողմից վարվող քիչ են ավելի խոսում, բայց դա չի նշանակում, որ ընդունվել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը ճիշտ է եղել եւ Հայաստանի Հանրապետությունը, որ ծաղկում է ճակերտավոր, զարգանում է ճակերտավոր, դա Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է եղել։ Պարզապես երևի ինքը մտածել է, որ իսկապես ամենալավագույն ձևով հասարակությանը ներկայանալու ձևը սա է տնտեսության մասին խոսել եւ ցույց տալ իրեն որպես մի մարդու, որը շատ լավ տիրապետում է Հայաստանի տնտեսությանը եւ շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է ծաղկեցնել Հայաստանը։ Պարզ է, հայ-թուրքական հարաբերությունների մասին չէր կարող խոսել 99 թվականի վերջում նա Ստամբուլում տարածքային ամբողջականության վերաբերյալ խարտիան ստորագրել։ Լեռնային Ղարաբաղի մասին չէր կարող խոսել, որովհետեւ նա էր այն մարդը, որ Լեռնային Ղարաբաղի դուրս մղեց բանակցային գործընթացից, դե մարտի մասին ինչ խոսել, երբ որ բոլորս գիտենք, որ մարտի 1-ի համար նա պետք է դեռևս դատվի, պատասխան տա իր անօրինական եւ հակասահմանադրական որոշումների համար, եւ հիմա նա որոշել տնտեսության մասին խոսել։ Միանշանակ այն եզրակացությանն ենք եկել, որ 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա ավելի մեղմ կլներ, եթե նախորդ տարիների ընթացքում ճիշտ տնտեսական քաղաքականություն վարեր։ Քոչարյանն ասում է, որ ինքը կարողացել է խնայողություններ կուտակել եւ հենց այդ խնայողություններն են օգտագործել տնտեսական այս ճգնաժամը մեղմելու համար եւ դրա շնորհիվ է, որ վարկեր են շարունակել ստանալ այս իշխանությունները։ Ոնց է դա գնահատում։ Ինքը խնայողություններ չի կուտակել, խնայողությունները կուտակելու մեջ իր դերը համարյա թե հավասար եղել 0-ի, ընդհակառակ ես կուզեի հիշեցնել եւ նույնիսկ իր այդ հարցազրույցի մասին ինքը ոսկու պաշարների մասին է խոսում, որ ինքը այն մարդն է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը զրկել է ոսկու պաշարներից։ Նույնիսկ պատերազմի տարիներին, բարեփոխումների սկզբնական շրջանում 90-ականների սկզբին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը խիստ կարիք ուներ նույնիսկ 1 գրամ ոսկի, բայց Հայաստանի իշխանությունները այնպիսի քաղաքականություն էին վարում, որի մեջ անպայման մտնում էր ոսկու պաշարներ ունենալու խնդիրը։ Այսինքն մինչև իր իշխանության տարիները կուտակվել են ոսկու պաշարներ եւ եթե չեք մոռացել դուք շատ էժան, համեմատաբար էժան, որտեվ այն ժամանակ մեկ ունցիան ոսկու արժեր $400, եթե չեմ սխալվում, այսօր արժի 1200, 1150, $1200։ Երբ որ խոսում ենք ընդհանրապես խնայողությունների կուտակման մասին, պետք է հիշել, որ այդ խնայողությունների կուտակման մեջ էլ իր պետության մասնակցությունը շատ քիչ է եղել։ Ընդհանրապես պետք չի մոռանալ, որ մեր պետությունը իր իշխանության տարիներին ընդհանրապես ժողովրդից կտրվեց, բիզնեսից կտրվեց, քաղաքացուց կտրվեց, նրա խնդիրներով չէր զբաղվում, ինքը քաղաքացին իր խնդիրները ինքն էր լուծում։ Խոսքը գնում է նրա մասին, որ այդ տարիներին հաշվի առնելով միջազգային տնտեսության կոնյունկտուրան, Ռուսաստանի եւ Ամերիկայի տնտեսության զարգացումը մեծ ծավալների հասան դրսից եկող տրանսֆերները։ 2008 թվականին դրանք կազմեցին 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Եվ այդ դա է, որ հետագայում օգտագործվում։ Բոլոր դեպքերում պարոն Քոչարյանը նշում է, որ այնտեղ կուտակումները կարողացել է խնայողություններ անել, դա նաև թվեր է նշում, բացի դրանից ինձ թվում է, եթե նրան են վերագրում 4 միլիարդ դոլարի գումարը, նաև դա է կուտակել, չէ՞, իր պաշտոնավարության ընթացքում, այսինքն անկախ ամեն ինչից կուտակելու կարողություն նա ունի։ Ընդհանրապես, երբ որ հարցադրում է այդ ուղղությամբ մեր տանում, պետք է ասել, որ մեր իշխանավորները մի սովորություն են, երբ որ իրենց կյանքի պայմանները լավանում, իրենք թվում է, թե ամբողջ Հայաստանում ազգաբնակչության 100%-ով սկսել է լավ ապրել։ Այսինքն, երբ որ իրենց գրպանի պարունակությունն ավելանում է, նշանակում է մերն էլ ավելացել, բայց իրականում միշտ հակառակն է լինում, որտեղ իրենց գրպանի պարունակությունն ավելանալով դատարկում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանրապես բոլորի գրպանները։ Հիմա, եթե խոսում ենք նաև Ռոբերտ Քոչարյանի այդ կարողության մասին, որի մասին խոսում են ռուսական համապատասխան ինտերնետային կայքերը, դա ավելի շատ պետք է ինքը բացատրություններ տան, որտեղից ինչ, բայց ամենայն դեպս Հայաստանում բոլորն է գիտեն, որ այդ կարողությունը ինքը ունի եւ իսկապես ինքը երևի նաեւ այդ կարողության ճակատագրով անհանգստացած է նաեւ անդրադարձել միգուցե Մեդիամաքսի այս հարցազրույցում եւ երբ որ խոսում է նա շինարարության դերի մասին եւ խոսում է որ շինարարությունը մեծ դեր է ունեցել Հայաստանի տնտեսության մասին եւ դա հիմա էլ նույնիսկ ինքը համոզված է որ դա ճիշտ քաղաքականություն է, դա նշանակում է որ մինչեւ հիմա ինքը զուտ տնտեսագիտական այսպես ամենապարզ ճշմարտությունները դեռևս չի ուսուցանել եւ տեղակ չի դրա մասին, որ չի կարելի ունենալ այնպիսի մի տնտեսություն,
որը կախված լինի տնտեսության մեկ ճյուղից։ Նա նշում է, որ մարդիկ այսօր բնակարանների կարիք ունեն եւ դեռ երկար տարիներ հնարավոր է նրանց բավարարել եւ այդ ուղղությամբ այդ ճյուղը զարգացնել։ Նա շինարարություն նայել է որպես իր անձնական բիզնես եւ այդ անձնական բիզնեսի շնորհիվ կուտակել է ահռելի գումարներ։ Բիզնեսը շատ տարօրինակ ձևով միանգամից 2005 թվականից սկսած դարձավ գերշահույթ ապահով բնակավար, այնտեղ շահութաբերության մակարդակը հասնում է մինչև երևի 1000%։ Հիմա ճշգրիտ թվերից չխոսեմ։ Այսօր կոնկրետ հենց Ռոբերտ Քոչարյանը Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ կար գերշահույթ ապահով բիզնես, չէր կարող այդտեղ մասնակցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորն շատ լավ գիտեն, թե ինչ էր կատարում կենտրոնում, երբ որ խլում էին մարդկանցից Բյուզանդիի պատմությունները կամ Արամի փողոցի պատմությունները կամ Հյուսային պողոտայի բնակիչների պատմությունը, էժան գներով նրանցից գնում էին, խլում էին ավելի ճիշտ իրենց անձնական սեփականությունը եւ դա դարձնում իրենց անունով սեփականություն եւ այդտեղ կառուցում բնակելի տարածքներ, որոնք վաճառվում էին բնակարաններ որպես $2000, իսկ ոչ բնակելի տարածքները մինչև $10000 քառակուսի մետրի համար։ Սրան զուգահեռ Հայաստանը դարձավ միայն եւ միայն ներմուծման միտված տնտեսություն ունեցող երկիր։ Մեր մոտ արտահանումը ընդհանրապես որպես այդպեսին վերացավ եւ դրա մասին է խոսում արտաքին առևտրի ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, որի բացասական հաշվեկշիռը կամ սալդոն, ինչպես ասում ենք, դեֆիցիտը տարիներ շարունակ հենց իր տարիների ընթացքում, կառավարման տարիների ընթացքում գնալով մեծացան եւ ի վերջո մի այնպիսի թիվ է գոյացել բացասական, որ մենք ինչքան էլ փորձենք այդ հարցը լուծել, դա նշանակում է մենք պարզապես ապրում ենք աշխատում ենք այստեղ գումարներ նվիրում ենք այլ երկրների, շատ պարզ ասեմ։ Մեզ գումարներ են փոխանցում մեր բարեկամներ, ընկերները դրսից, որպեսզի մենք տանք այլ երկրների, միայն եւ միայն դրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ իր շրջապատի մարդիկ հարստանան։ Սա է եղել ամբողջ տնտեսության տրամաբանությունը Ռոբերտ Քոչարյանի։ Նա գնահատել է իդեալական մակրոտնտեսություն։ Իդեալական մակրոտնտեսությունը նկատի ունի մակրոտնտեսական թվաբանության առումով կամ տվյալների առումով։ Այո, ավելի շատ աշխատել են եւ քիչ ծախսել են։ Ես շատ մեծ կասկած ունեմ, որ մենք ավելի շատ աշխատել ենք, ավելի քիչ ծախսել, որովհետև դրա մասին խոսում է վճարային հաշվեկշիռը, խորհուրդ կտայի Ռոբերտ Քոչարյանին եւ խորհրդականներին պարզապես վերցնել եւ վճարային հաշվեկշիռը նայել, որովհետև վճարային հաշվեկշիռը հենց ինքը տնտեսության որակական ցուցանիշներն է ցույց տալիս, վճարային հաշվեկշիռը ցավոք սրտի իր համար ցավոք սրտի եւ պետության համար էլ մինուսով է, որովհետև արդեն կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար մինուսով։ Այսինքն դա նշանակում է, որ մենք պետություն որպես այդպեսին նորից եմ կրկնում աշխատում ենք դրսին սպասարկելու համար։ Եվ սա չի նշանակում, որ մակրոտնտեսական իդեալական իրավիճակ։ Իհարկե, եթե 12%-ի մասին է խոսում, այդ 12%-ի արդյունքում հաջորդ տարի մենք միանգամից ունեցանք -14%։ Դա չի արդյունքում էր։ Որտեղ տնտեսություն չկար, որտեղ տնտեսական համակարգը, որ ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինքը ընդհանրապես որևիցե ձևով դիմակայել մի փոքրիկ նույնիսկ ցնցումին դրսի եւ ներսի չի կարող։ Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը մեղադրանք է ուղղված Սերժ Սարգսյանի դեմ։ Շատերը ասում են, որ նրանց միջև սրկատու է անցել եւ այլն։ Դուք որևէ հակադրություն տեսնում եք։ Սա կարող եմ համարել որպես նաեւ հայտ, որ ինքը ուզում է վերադառնալ ակտիվ քաղաքական, տնտեսական կյանքի եւ հայտ նաեւ ուղղված քննադատական խոսք ուղղված գործող իշխանություններին, որ դուք պարզապես մսխում եք իմ կուտակածը, հնարավորություն կա առաջ տանելու տնտեսությունը, բայց դուք չեք անում, ես պատրաստ եմ դա անելու, այսպիսի խոսք եւ իրականում կարծում եմ ինքը զգում է նաեւ այն վտանգը, որ կախված է այսօրվա գործող իշխանության գլխին, որը չի բացառում նաեւ իշխանափոխություն, որտեղ բոլոր գործերում փաստորեն այն գործընթացները, որ սկսել է Սերժ Սարգսյանը այս վերջին 2 տարվա ընթացքում, այսինքն այն օրվանից, երբ որ ինքը որոշել է դառնալ զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, ես նկատում եմ փետրվարի 19-ից եւ դրանից միգուցե առաջ էր, բոլոր գործընթացներում նրանք պարզապես ունեն միայն եւ միայն անհաջողություններ, անհաջողության են մատնվել եւ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը միգուցե մտածում է, որ ժամանակն է հիշեցնել իր գոյության մասին։ Վարդան Օսկանյանը քննադատեց գործող իշխանություններին, դրանից առաջ իշխանություններին քննադատեց Գագիկ Ծառուկյանը, մեղադրանքներ ներկայացվեց էկոնոմիկայի նախարարին, հիմա Ռոբերտ Քոչարյանն է այս հարցազրույցով հանդես եկել, Դաշնակցությունը պաշտպանեց Վարդան Օսկանյանին։ Դուք կապ տեսնում եք Ռոբերտ Քոչարյան, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն։ Ընդհանրապես քաղաքականության մեջ, առավելևս մեծ քաղաքականության մեջ պատահական երևույթներ չեն։ Մենք պարտավոր ենք որպես քաղաքական գործիչներ բոլորի մեջ էլ պատճառահետևանքային, այսպես ասեմ, կապ տեսնել եւ այդ տրամաբանության մեջ
պատահական չէր ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ Վարդան Օսկանյանի, ոչ Դաշնակցության եւ առավելևս Սրանտ Մարգարյանի հարցազրույցները, որոնց հիմնական այսպես շեշտադրումը կամ քննադատության ուղղվածությունը դեպի կառավարությունն էր։ Այսինքն իրենք թույլ օղակ որպես տեսում են կառավարությանը, առայժմ դեռևս Սերժ Սարգսյանին այդպես հստակ ուղղված քննադատական խոսք չեն հնչեցնում, խոսքը գնում է միայն եւ միայն կառավարության մասին եւ նպատակը մեկն է՝ հնարավորություն տալ իրենց այդ նշված մարդկանց կառավարություն ձևավորելու, որտեղ կարևորագույն դեր պետք է խաղա արդեն այս երեկվա հարցազրույցից երևում է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչքանով է հավանական եւ նրա վարչապետ դառնալու հնարավորությունը եւ ձեր կարծիքով ինքը ասում էր, որ չի ցանկանում, հիմա այլ գործերով է զբաղված, բայց ինչ է կարծում Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վարչապետ։ Դա ուրեմն ես համոզված եմ, որ առաջին իսկ օրվանից երբ որ նա թողել է այն պաշտոնը, որ զբաղեցնում էր 10 տարի, միանգամից մտածել է մեկ այլ պաշտոնի մասին, եւ երբ որ ինքը խոսում էր երիտասարդ թոշակառուի մասին, որ չի ցանկանում մնալ, դա շատ ազնիվ էր։ Կարծում եմ ինքը նույն ցանկությունն է պահել է մինչև հիմա եւ նույն ցանկությամբ էր պատրաստ է վերադառնալ իշխանության ակտիվ քաղաքականության, ինչքանով կհաջողվի իրան կախված է մեզնից։ Իսկ նկատի ունեմ եւ նաեւ վարչապետի։ Չի բացառում նաեւ, որ ինչ որ ժամանակ կարող է որևէ մեկ նախարարի պաշտոն զբաղեցնել, որով կարողանա իր ակտիվ մասնակցությունը ունենալ, նաեւ շարունակություն տնտեսական այս տնականության մեջ, որը արել է իր իշխանության տարիներին, ինչպես նաեւ իհարկե հերոց չմնալու այն քաղաքական ակտիվ գործընթացներից, որ հիմա ընթանում են հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջը։ Տեսակետ կա, որ նրանք, ովքեր քննադատում են այսօր Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանում են Սերժ Սարգսյանին։ Այս պահին դրանցից մեկը նաեւ դուք եք, այսինքն Քոչարյանի քննադատողներից ինչ կասեք այս մասին։ Տեսակետ արտահայտողներին երևի ձեռք է տալիս այդպես ներկայացնել, որովհետեւ մեզ համար որևիցե նշանակություն չունի, այսինքն մենք մեր խոսքը ուղղված չէ որևէ մեկին պաշտպանելու, մեր խոսքը ուղղված է այն մարդուն, ում մասին որ մենք խոսում ենք։ Եզրակացությունը թողնում եմ իրենց, բայց կարող եմ ասել, որ մեզ համար տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որովհետև այն համակարգը, որ գործել է եւ ստեղծել է եւ գործել է Ռոբերտ Քոչարյանը, եւ գործել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, շարունակում է գործել նաեւ հիմա։ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դառնա, թե ոչ։ Այս պայդրությամբ կարծես թե նույն հանրապետականում կան մարդիկ, ովքեր դեմ են։ Հանրապետականում կլինեն մարդիկ, ովքեր դեմ են, որովհետև ամենը ինչ որ միտեղ գտել են իրենց, այսպես ասած, տեղը, որով իրենց լավ են զգում եւ կասկածում են, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կամ վերադառնալու դեպքում այդ տեղը կկորցնեն, դա իրանց էլի խնդիրն է, որտեվ այսպես թե այնպես հանրապետական կուսակցությունը ամբողջովին մասնակցություն ունի այն արատավոր եւ վտանգավոր եւ նույնիսկ կարող եմ ասել հանցագործ գործընթացներին, որ տեղ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այնպես որ տարբերություն չկա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, դա երևի Սերժ Սարգսյանի մտահոգության խնդիրն է, կարծում եմ մեր մտահոգությունը մեկն է երկիրը փրկել, այս ծանր վիճակից դուրս անել եւ նորից եմ կրկնում, այս ծանր վիճակից դուրս անելը նշանակում է այս գործող համակարգի, որին իդեալական, այսպես ասեմ, վերջնական կամ իշխանական ձևակերպում տվել է Տեր-Պետրոսյանը, ավազակապետություն կամ բանդոկրատիա, որ ավելի լավ է հնչում, այս համակարգի վերացումն է։ Ինչ է սպասվում Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու դեպքում։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ չի դառնա, եւ այդ դեպքում մենք այդ հարցի պատասխանից կազատենք մեզ